Հայկական բլոգերային տիրույթում նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնի բլոգերներ Էվելինա Խանոյանը եւ Արուսիկ Մարկոսյանը։ Այն ինչ սկսվեց որպես հեռակավերլուծություն, վերածվեց փոխադարձ մեղադրանքների եւ դատարանով խնդիրների լուծման։ Կոնֆլիկտի առիթը Էվելինա Խանոյանի հրապարակած սթորիներն են, որտեղ բլոգերը խոսել էր մրցակցության եւ հաջողության հասնելու իր սկզբունքների մասին։ Սրան արձագանքեց Արուսիկ Մարկոսյանը, մեղադրելով Էվելինային ագահություն եւ ուրիշի բիզնեսը փակելու ցանկություն քարոզելու մեջ։ Նորմալ է, որ բլոգերը կարա քարոզի լինել ագահ եւ ցանկանալ փակել ուրիշի բիզնեսը, որ պատրաստ է ցանկացած քայլի, որ ունենա իր երազած կյանքը ամեն գնով։ Ես մի տեսակ եղա, գրել էր Արուսիկը։ Էվելինան չուշացրեց պատասխանը ակնարկելով, որ Արուսիկը թեև իրեն չի հետևում, սակայն ապրում է իր սթորիները վերլուծելով։ Նա նաև հիշեցրեց Արուսիկի հին հումորները չինացիների մասին, որակելով դրանք ռասիստական։ Մարդ, ով չինացիներին սենց ռասիստական հումորներով է ներկայացնում, կարծում եմ ավելի ծանր մտավոր վերլուծություններ ավելի լավ չանի, հակադարձեց Էվելինան։ Արուսիկ Մարկոսյանը շարունակեց շղթան, հայտարարելով, որ իրեն սթորիները ուղարկել են, իսկ ինքը դադարել է հետևել Էվելինային այն բանից հետո, երբ վերջինս գործընկերների մոտ ասել է, թե Արուսիկի հետևորդները լցրած են։ Ըստ Արուսիկի սա հենց բիզնես փակելու ստրատեգիայի մաս է։ Էվելինա Խանոյանը հանդես եկավ վերջնական հայտարարությամբ, կտրականապես հերքելով սուտ մեղադրանքները եւ նշելով, որ իրեն չի հետաքրքրում Արուսիկի լսարանը, քանի որ Հայաստանում կան շատ ավելի մեծ լսարանով բլոգերներ։ Սա ոտքի վրա սուտ է, կխնդրեմ իմ անունը չարծարծել այլևս, այլապես կհանդիպենք դատարանում։ Սա ձեր բակի բամբասանքները չի, բոլորին խաղաղություն եմ մաղթում, եզրափակեց Էվելինան։ Համացանցը բաժանվել է երկու ճամբարի։ Էվելինայի հետևորդները պնդում են, որ նրան վաղուց են ճանաչում եւ վստահում են նրա անկեղծությանը։ Մյուս կողմից Արուսիկի կողմնակիցները համարում են, որ նա պարզապես բարձրաձայնել է բլոգերային դաշտում առկա ոչ առողջ մրցակցության մասին։ Դե ինչ մնացեք մեզ հետ հետագա զարգացումներին ծանոթ լինելու համար։ Թամարա Քանանթարյան, Օրագիր Նյուզ։